Հասկանում եք։ Եվ հետո գալիս է մի հատ էպոխա, որ այդ ձեռքը չկա, եւ ստեղ սկսում են աճել ամեն ինչ, բայց պարզվում որ այս կարևոր բանը ինչ կարևոր չի երևում մի բան։ Հիմա Վաչիկի ասած բնականությունը դա ոչ կայսերական ճաշակն է։ Ես չեմ ասում կայսերական ճաշակը ինչ-որ էսթետիկորեն հետաքրքիր չի։ Շատ էլ հետաքրքիր է։ Օրինակ Կասկադի Բալկանների շարքը էսկալատորով բարձրանում։ Ցանցող շարք է այսօր, այդպես կարես այդքան անգամ նույն բառը ասես։ Չէ, ես ուզում դա ձեր չեմ ասում։ Դա հարվող այդ բալկաշարն է, որը մարդու հուզումը շատ ուժեղ տպավորություն է տալու, բայց ինչպես է հուզում։ Քաղաքական կամքի հաստատությամբ։ Այսինքն, այդքան 100 քանի մետր ուղիղ գիծ քաշել ու վերել այդքան նույն բանից լինել, դա միայն կարող է կայսերական պետությունը, որը սովետական պետությունն է։ Հիմա հրապարակի մասին չեմ ուզում ուրիշ բաներ ասել։ Ես ինձ քանի անգամ ասում եմ շատ դերներ եմ թմբուկին ոչ են ձեր տալու որևէ բան։ Եթե դա ինչ-որ կարևոր է, թե ինչ եմ ասում։ Հակոպիետը կերասում, որ ոչ մի կլոր բուրգ չկա, չէ։ Չէ, կլոր չէ, կոնական բուրգ գոյություն չունի, չէ։ Չկա դզում։ Կամ ուգաններ, արնակ է չինական ես վախերման մողականունս խալասը հարգարատում է, այդ որ իլա ողջ զորքը թաղված է հողի մեջ և այլային, չէ։ Դա ուգան, դա հողը վեր լծրել են այդ կառույցի վրա, իտը կլոր չի։ Կլոր շրջանաձև, շրջանաձև հիմքով բուրգեր չեն լինում, որտեղ բուրգը արդեն ցիվիլիզացիոն հաստատված կարգի նշան է։ Դա ոչ մի քոչվորություն չի կա, որտեղ ստանդարտ գնային վարպետները ինչ-որ։ Եվ եղավ դրանց դեպք, եւ հետևից ընկավ փառավորը, դա ծովեր էին կիսում եւ այլն։ Այսինքն դες բան չի կարող լինել։ Իսկ որ դուք խոսում եք միֆերից ու բացատրում եք այդ միֆային բաներով, բայց բացի դրանից կա ռացիոնալ կողմ, չէ, որը որ դուք ասում եք ճարտարապետները իրենց հիմնավորում են իրենց նախագծը։ Ըստ մեկ որ նայում եք իրենց այդ հիմնավորածով ռացիոնալ կողմերով, թեկուզ ասենք որ միդիատես արանավան, եւ որ ասում են դնում եք իրար մեջ, ստացվում է իրենք շենք։ Չի ստացվում։ Երբեք չի ստացվում։ Վերցրեք, որ ես երկու բան ասեմ իրականորեն, հայկական են մենտալիտետը, որ ես իզմերից դուրս եմ, չգիտեմ, ես ընթացած ստեղծագործող եմ, յուրաքանչյուր այդպես է եթե դու սկզբունքները չես մշակում, դու չես կարող խաղաս հետո ազատ ստեղծագործում, նույնիսկ կարող որ ասում ես նախագծելուց չեմ մտածում, այդ հնարավորային բանի վրա, երբ որ շատ ուժեղ դրանից հետո ժամանակ մտածում։ Այդ չի։ Որտե որոշ ուսանողներ այնքան ուժեղ են, նրանց տաղուչներ են, իրոք շատ ուժեղ մտածող ուսանողներ կան, խեղդում է գիծ քաշելու ազատությանը։ Դրա համար էջապնակ ասում անջատի, որ գիտիկը գիծը քաշի, հետո կմտածես։ Շատ կարևոր է։ Հիմա հին պրինցիպները կորզել, չէ՞, հիշում ես, որոնք են ուրեմն շերքը պիլոտների վրա բարձրացած կետից, որ ինչի համար բարձրացած, որ մարդու գլուխը չկտրվի, միշտ աչքի առաջ բաց լինի, հորիզոնտալ բանը, ազատ ճակատ, երկրորդ ազատ պլան, այգի բան, կտուր, ոչ պատերսումներ, իսմա այդքան։ Դրանով դու չես կարող Կորբյուզիեի ոչ մի շենքի պես շենք կառուցել։ Բայց եթե ինքը այդ չասի, ինքը չի լինի կորբյուզիե։ Շատ կարևոր բան է։ Պրինցիպները հստակեցնելը շատ կարևոր է։ Բայց այդ պրինցիպները գործում են, երբ որ կան հազար ու մի ուրիշ պրինցիպներ։ Այսինքն մեկ մյուսին չի խանգարում։ Ես իմ հարցը շարունակեմ։ Այդ միֆոլոգիան, որ ստեղծում եք, որ դուք ստեղծեցիք ես, որ ես առաջի անգամ լսում եմ և կարող է հիմա այս դահլիճում ինքը այնքան իշխող լինի, որ ինքը 100 տարի հենց գոյություն ունենա, այն որ դա սկզբում որ մենք խոսում չեմ դեռ գնալ, որ ասում ենք որ մենք զգանք այս դահլիճը
Endati շնորհավոր չգիտեմ մոտարոց հաշտարի կենտրոնալ դեպրեսորի ժամի արդյոք դա մեզ պետք է ու արդյոք մենք պետք է դա որպես ելակետ ընդունենք ու փորձենք ինչ-որ այս ամեն ինչ մեջ ոչ թե ուղղակի հաստատենք ինչա տեղ ունեցել, այլ փորձենք դրա մեջ մի ֆանոգիա գտնենք։ Այն անգամ ես ունենք խոսում էին ուրվականի մասն ենք խոսում, ինչ-որ մեկը տաճարի մասն է խոսում, ինչ-որ մեկը չգիտեմ ինչի մասն է խոսում։ Արդյոք դրանք պետք է, թե ոնց որ Մուշեր ասում է, դրանք շատ պարզ սովորական ինչ-որ բաներ են, որոնց հետևը տեքստ պետք է չլինի։ Անցած անգամ ներքի միջից եք խոսում։ Իսակը խոսում է, նավիճից ենք հատեցի։ Դու հասնա։ Հասկացում, մի հաց հասկացում։ Չէ, հաց երկար։ Սենց է երկար։ Չէ։ Ինչից եք խոսում անցած անգամ, Պարվում է ուրվականի մասին են մասով, ես իշխեսում էի Համլետի տեսարանը, երբ որ զինվորները հրավիրում են Համլետին, որտեղ ասում են որ ուրվականն են տեսել, Համլետը գալիս է և ուրվականում ասում է այ խնուրդուր է սիրում։ Ես հետ ինչի ասացի, որպես ամեն բարձրացող, որ գլում էր խորնարում բանի առաջ, Թամանյանի Վստեմ իշատակ ասեմ, թե ակտիվ գոյության անավեր դավ ներկայության և միայն դրանից հետո իրար խոսիկա ասում է ես էլ ասի, եթե այդքան Թամանյանին սիրում եք գիտեք ինչ է, երբ որ դուք էթիկայի հարց եք դնում շատ վտանգավոր որ դրանից եք խոսում Ես փորձում եմ մշակութային օրինակների, այսինքն այն ինչ որ մենք կիսում ենք, մենք կարող է ոչ մի կերպ չկիսենք, ոչ մի էթիկայի կանոն, բայց ինչ որ բանից խաբար ենք, ասենք որ աշխարհի բոլորը գիտեն։ Նույն ձևի Համլետին գիտեն։ Այսինքն եթե ես վարքի մասին խոսում եմ, այս օրինակները բերում եմ մշակույթից, հա։ Ու ասում եմ, որ այդ մարդը, որը ոչ մի կասկած չկա, որ ինքը իր հորը սիրում է, կամ եթե կասկած կա, այդ նոր մեկնաբանության շատ հետաքրքիր նյութ է, ամենահայտնի Ինքը իր հորը ասում են խլորդ դուր ես գնում, խլորդը գիտեք, եթե կենթանի է, որ հովիտ է կաղվում, թաղած մարդ ես, դուր ես դնում, որ ես դուս եք է։ Համար խլորդին ես ասում եմ գնա հովիտ է։ Իսկ քանի ուրվականը դուրս է եկել, իր հետ պետք է ուրվականագետ խոսել։ Իսկ ուրվականագետները դրանք են մարդիկ են, որոնք իրար գործի գիտեն։ Գիտեն իրար գործի պատմությունը։ Առաջի բանը, կուրգանների ու այդ բաների, օրինակի վրա, ասեցի, որ տեսական իմաստով դա շատ հարմար է, այսինքն քիչ ռեսուրսից ծախսում եղան եւ այլն։ Այսինքն հիմիկը, այսինքն իրավիճակի մեջ, քաղաքաշինության, այն ինչ որ ունենք, դրա վրա այդ մոդելը ինչ-որ ձեւ կիրառելի կարա լինի, այսինքն օգտագործելի։ Ես օրինակ Շիգե Ռուբանն է, որը կանոնացի մարդ է, դրանք չեմ կասկածի, որ Շիգե Ռուբանին նույն դեպս գնացել է։ Ես իրան մեկնաբանում եմ, կարդում եմ ինչ-որ ձևով, գուցե շատ ասում սուտ եմ գործում, բայց ինչ-որ ձևով կարդում եմ, որը ժամանակակից ճարտարապետ է, որը հաղթել է այդ կոնկուրսից երկեստորը։ Այսինքն ֆունդամենտալ զուտացողություն կա, որը կարևոր է։ Այսինքն, որը այսօրվա շենքի վրա է օրինակը։ Եզրավորակներ, ինձ ավելի հետաքրքրած ավելի մասսայական իմաստով, որ է տնտեսական իմաստով է ծառա իրար ինչ-որ ձևով։ Էկոնոմիկա։ Բավարանի է, Ես էկոնոմիկա որ ասում եմ տնտեսություն։ Սովորաբար հասկանում են հենց այդ բլորը, որ է էկոնոմիկա դիսցիպլին։ Կրթանք է ասում, այդ կրթանք։ Էկոնոմիկան նաև ստեղծագործական պրինցիպ է։ Դա կենտրոնական արտադրության հրեշտակային սկզբունք է։ Դա մենակ բանի, հացի, փողի, արհեստության եւ այլն։ Ասենք կա մինիմալիզմ արհեստի ուղղություն։ Որը չափազանց հասկանում եմ, նա սիմվոլիզմի մինիմումն է։ Այսինքն սիմվոլները խորհրդանշային խոսակցության մինիմումն է։ Դա մարդ ասում են թատերական, ես ասել եմ ճարտարապետական։ Այսինքն որպես ուղղություն նույնիսկ արվեստի մեջ կա, չէ՞։ Կա ցանկացած արվեստ,
բնորոշում է այդ զգացողությամբ ավելով օրինակ ես լեկցիա եմ կարդում կարող ավելի